Ժողովուրդ ջան, բոլորիս ուզում եմ շնորհավորել Հանրապետության օրվա կապակցությամբ։ Այո, անշուշտ սա մեր պետության եւ մեր ժողովրդի համար ամենակարևոր օրերից մեկն է։ Եվ իհարկե Հանրապետությունը միայն տարածք չէ, Հանրապետությունը նաեւ մենք ենք։ Եվ որպեսզի մեր Հանրապետությունը կայանա, բարգավաճի, յուրաքանչյուրս մեր հերթին պետք է ինչ-որ մի լավ բան անենք, ինչ-որ մի գործողություն պետք է անենք, որպեսզի այն կայանա, ոչ թե նստենք, սպասենք, թե ինքն իրեն ինչպես կկայանա։ Բայց ցավոք, ինչ ենք մենք հիմա տեսնում։ Մենք տեսնում ենք, որ մենք մեր ժողովուրդը իրար դեմ է գնում։ Զուտ նրա համար, որ տարբեր մենթալիտետներ ունեն, տարբեր մտածելակերպ ունեն, մենք իրար վիրավորում ենք, անպատվում ենք, ինչ ասես ասում ենք։ Օրինակ պատկերացրեք մի մեծ ընտանիք, որի անդամներ ունեն տարբեր մտածելակերպ։ Հա, եւ դրա համար իրենք իրանց վիրավորում են, անպատվում են, ծեծում են, իրար հետ հաց չեն ուտում, չեն խոսում։ Ինչպես եք կարծում, այդ ընտանիքը կայացած է, միանշանակ ոչ, ես անգամ կդժվարանամ դա ընտանիք անվանել, դրա համար ինչ ենք անում, մենք մեր էգոն ծալում ենք եւ դնում ենք մեր գրպանը եւ ուրեմն բոլորս ինչ որ մի բան ենք անում մեր ընտանիքի, իսկ հիմա նաեւ հանրապետության կայացման համար։ Ուրեմն նայեք, մարդիկ հիմա անցյալով մանիպուլյացիա են անում, անցյալը բերում են ներկա եւ սկսում են ուրիշներին մանիպուլյացիա անել։ Ըստ իս անցյալը ունի ընդամենը երկու ֆունկցիա։ Առաջինը հպարտանալ, բարձենալ, քո արմատներով, քո ազգի անցյալով, եւ երկրորդը ուղղել սխալները, այսինքն անցյալում կատարված սխալները ուղղել եւ հիմա չանել այդ սխալները, որպեսզի ճիշտ ուղու վրա դրվի այս ամենը, բայց ցավոք նույնց եմ ասում, հիմա շատ բարդ է այդ ամենը եւ բացի այդ հարևան պետությունները նայում են մեր վրա եւ կներեք, ես բառ ասեմ, հաստեղ շատ տեղին է, ղժում են մեր վրա, ասում են դե իրար ուտում են, էլի։ Ժողովուրդ ջան, ես խնդրում եմ այս վիդեոն չքաղաքականացնել, որովհետև իհարկե հիմա կգտնվեն մարդիկ, որոնք որ կասեն ուրա հայրենիք կամ շատ շուտով չի լինի այդ հայրենիքը, ես պարզապես այդ մարդկանց լուրջ չեմ ընդունի, դուք գիտեք ինչ ուզում եք արեք, եւ ես ձեզ այսօր մաղթում եմ ֆանտաստիկ, ուրախ եւ շատ ընտիր օր։